Բարև ձեզ հարազատներս, այսօր հետաքրքիր տեսահոլովակ նկարահանեմ, հետաքրքիր պահքը պրծավ, ծվածեղ եմ գերել երջանկացել, նենց որ հետաքրքիր բաներ կպատմեմ ձեզ, այսօր ինտերվյու եմ գնացել, անսովոր էր, ես սիրում եմ ես ինձ ինտերվյու անեմ, բայց հետաքրքիր էր նոր փորձ է, իհարկե արդեն մի հատ ունեցել էի ինտերվյու, ես ինչ եկել եմ Հայաստան, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ բժշկական գիտությունների տեխնացու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում, նոր բաներից հրաժարվել չի կարելի, ստրեսային է բան, բայց պետք է գնաս այդ ադրենալին, այդ դրայվը, այդ փորձը ունենաս, որ պետք է քեզ ուժեղանալու համար այդպես եմ մտածում։ Բայց այսօր ուրիշ բանից եմ ուզում պատմեմ, ինտերվյուն որ լինի կդնեմ անպայման էջիս։ Տոնի Ռոբինսից եմ ուզում պատմեմ։ Ուրեմն վերջերս իր ինտերվյուն էի տեսել, տեսահոլովակներից մեկի մեջ ասեցի, ինչ-որ բաներ չեմ հիշում արդեն ինչ եմ ասել, Տոնի Ռոբինսի մասին, հետևորդներիցս մեկը գրեց, որ 3 օր Տոնի Ռոբինսը ունի անվճար live դե ինքը կոուչ է հայտնի երևի գիտեք, ու 3 օր անվճար այդ իր ելույթներից։ Մոտս գրանցեցի, բացեցի տեսա, որ ժամը 11-ին է գիշեր, 3 էր, առաջի օրը 3 էր, այսօր երկրորդ ու երրորդ օրն է, այսօր ուզում եմ գովազդեմ, որ ով անգլերեն գիտի, մտեք մասնակցեք, որովհետև շատ հետաքրքիր է։ Գիշերը ժամ երեկոյան 11:30 է սկսվում, 2-3 ժամ, 2.5 ժամ հետո ես ճիշտ անջատեցի, արդեն դեպի վերջն էր գնում, բայց ահագին հետաքրքիր էր, ու այն էլ ասեմ, որ ժամը 10:30 արդեն ջնջված եմ լինում կիսաքնած, նենց մի էներգետիկա, նենց մի դրայվ արեց, որ ես գիշերվա 2-ին վեր էի կացել նստել ու ոնց որ նոր օրը սկսված լիներ, շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ, շատ լուրջ հոգեբան է, մի խոսքով այդ իր լայվի հետ վերջում ես մի հատ լավ լացեցի, որովհետև ինձ փորփրեց, միջ սահագին կեղտ ջրի երես հանեց, դրանց մասին մի քիչ հələ որ քիչ կպատմեմ, բայց ուրեմն մի հետաքրքիր բան ասեց, որտեղից որ այդ լացելս սկսվեց, որ ես խեղճացի, որ հետաքրքիր բան ասեց, որ ամեն մեկից մեջ մի քանի կերպարներ կան, մի հոգի չի, ասեց, ձեր մեջ գտեք զինվորի կերպարը, հրաշագործի կերպարը, ֆոկուսնիկ, հրաշագործ, ձեր մեջ կա սիրող անձնավորություն, ձեր մեջ կա թագավոր կամ թագուհի, մի խոսքով այդ 4 կերպարները հանեք, սկսեց զրուցեք իրար հետ, զրուցեք, ձեր մեջի զինվորը ինչ ասում, ձեր մեջի թագուհուն, մի խոսքով պեսի ու ժամանակա տալիս, որ դու դա անես, ու մի խոսքով հրաշագործը կանգնել ասում է, ինչ հրաշք ես ուզում, ինչ գաղտնի երազանքներ ունես, այդ ինչեր բացվեց, այդ ինչեր ունեի, պարզվում է, որ խորը թաքցրած, որ ահագին բաներ կա մեջներս, որ տեղը չգիտենք, ինձ որ ով կարա խորհուրդ եմ տալիս նայեք, բայց մի շատ հետաքրքիր բան էներգիայի մասին պատմեց, ասեց, որ այդ էներգիան, որ շատ եմ տեսնում, որ մեր ժողովուրդը, որ էներգիա չունեմ, անգամ ես ու ընկերուհիս ես ու Միլանել էինք տեսահոլովակ նկարահանել, որ այդ երկուսս էլ էներգիայով լի ենք, ես ասում եմ, տեսնես լավ ես, ոնց մենք էներգիայով լի ենք, այն մնացածը ոչ, ու ինքը մի նենց հետաքրքիր ձևով ձևակերպեց, որ այդ մարդկանցով էներգիա չունեն, ասես, դա հոգեբանական սովորություն է, psychological habit, դու արդեն ոնց որ քեզ տրամադրել ես, որ դու էներգիա չունես, մի խոսքով վեր կացրեց բոլորիս, թռվռացեք, պարեք, գոռացեք, երգեք, դրա համար ես արթնացա, լրիվ արթնացա, սկսեցի մասնակցել այդ ամեն ինչի մեջ, բայց երևի կարծում եմ այնտեղ ինքը հավատացյալ է, այդ էլ ասեմ, հավատացյալ է, քրիստոնյա է, մի քիչ սեկտային նման էր այդ ամեն ինչը, մի քիչ երևի գիպնոզ էլ արեց, որովհետև այդ կեղտերը շատ խորն էին իմ մեջ, այդ երազանքները, որ հանեց ջրի երես, ու այդ էներգիան շատ կարևոր է, ու էլի տեղիք տվեց ինձ մտածելու, որտեղից է լավ էս էներգիաս շարժումներից է, փաստորեն շարժումներից, որ վեր ես գնում, թռվռում ես, տեսնում եք էներգիա չունեք, վեր կացեք, մի քիչ ձեզ թափ տվեք, երգեք, գոռացեք, վազվզեք, որ այդ էներգիան լինի, ու այդ ընթացքում հիշեցի, որ
որ ես արագ ամեն ինչ արագ եմ անում, ես արագ քայլում եմ, արագ խոսում եմ, արագ անտանելի արագ ուտում եմ, ինչը արդեն ասել եմ, որ դա օգտակար չի, դանդաղ ծամելն է, հիշում եք այդ ծամելու պատմությունը, որ դանդաղ ծամելն է օգտակար, բայց ես ամեն ինչը արագ եմ անում ու պատմություն հիշեցի։ Հիվանդանոցներից մեկում դեռ ասպիրանտուրայում եմ, սովորում եմ Մոսկվայում, մեկ էլ ու ինձ համար սովորական քայլում եմ, ինձ թվում է թե սովորական եմ քայլում, մեկ է տեսնեմ շունչ կտրված, մեկը հետևիցս գալիս է, բաժնի վարիչն է, մի ճամպրուկ վերցրած, շունչ կտրած, Լիլիթ, подождите, թեքվեմ, ասում, բա ու կանչում որ գնամ իրան օգնեմ, ասիստենտ կանգնեմ, ինքը կոնիզացիա պիտի աներ։ Բուժարուին այդ սարքն էլ ձերքին հետևիցս գալիս է։ Լավ, այդ կոնիզացիան արեց, վերջացրեց, գնացինք։ Հիմա անցել է մի քանի շաբաթ բան, ասիստենտ եմ նորից իրան, արգանդ է հեռացնում հեշտոցից, այդ հեշտոցային վիրահատություններն են նստած ենք անում, նստած զրուցում ենք, ինքը վիրահատում է, ես իրան թելերն եմ բռնում, մի խոսքով մեկ էլ ասում է Լիլիթ, вы замужем? Ասում եմ нет, ամուսնացած եք, ասում եմ ոչ։ Ну, кто же за вами угонится, чтобы жениться? Это ведь ով կհասնի, որ ամուսնանա հետդ։ Ուզում եմ ասեմ, ես արագ քայլելը, ես գուցե սա կապ ունի այս էներգիայի հետ, այս արագ շարժվելը, նենց որ շարժումների հետ է կապված էներգիան, արագացրեք մի քիչ ձեր տեմպը, մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։